Նախ ձեր հարցին ի պատասխան ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին, որտեղ բառացիորեն ասում է հետևյալը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, ընկալել խոսքի բարդ դասվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորույն ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Սա գիտեք ինչի մեջ գրեցի, որովհետեւ շատ կարեւոր է առաջինը կարդալ եւ հասկանալ թե ինչ է գրած, որովհետեւ այն ինչ որ դուք ասցիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Եվ մեկնաբանությունը այդ թվում եղել է այն, եւ դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն պետքա ըստ Ադրբեջանի մեկնաբանության պետքա տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում եւ նրան պետքա մասնակցեն Լեռնային Ղարաբաղի, ինչ նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն։ Նշանակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես չասրի գրի առնել, թե դուք էլ ինչ նկատի ունեք, բայց բացարձակապես ձեր մեկնաբանությունները տեղի չեն։ Էլ չեմ ասում սկզբունքային հարց է, թե հանրաքվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալու, թե տեղի չէր ունենալու։ Այն ձևակերպումը, որ չի կարող ունենալ որևէ սահմանափակում, չի կարող ունենալ որևէ սահմանափակում, այդ նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղ եւ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր եւ նախատեսված չլինել։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում, արձանագրված ՀՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքին եւ ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, դա Հայաստանում քարոզչության 20-25 տարվա խոսույթ եղել, որը բացարձակապես ոչ մի կապ չունի իրականության եւ հրապարակված փաթեթի հետ։ Ինչ վերաբերվում է այն տարբերակին, տեսեք, ես էլի ուզում եմ, ընդ որում ես ինչ որ ասում եմ քննիչ հանձնաժողովում ասել եմ, ես նոր բան չեմ ասում։ Հիմա կարող է երկար տեքստ ա եղել 5 ժամանոց, կարող է մի նախադասություն մի բառ ասել եմ, բայց սկզբունք ասել եմ։ Երկրորդը, եթե հիմա խորհրդանական հարգելի գործընկերները այս հատվածի պետքա հիմնավորեն, որ այս շատ լավ առաջարկ էր, այն լավ առաջարկ էր, ես ասում եմ, լավ առաջարկ էր, ուրեմն գնայիք լուծումների, ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ ա եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն դուք պետքա պատասխան տաք ժողովրդին, թե ինչի չեք գնացել լուծումների։ Իսկ եթե վատ առաջարկ ա եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ ա եղել։ Եվ հիմա ի վերջո նաև ամփոփելով ուզում եմ ասել 2019 թվականի փաստաթուղթը ինքը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Ինքը ինձ չի ներկայացվել որպես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ, որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է. «Мы президенты Ադրբեջանը и Արմենիի»։ Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Եվ այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ, իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան, որ լավ հիմա ո՞րն է այսքան փաստաթուղթ կա, այս թվի, ո՞րն է ամփոփ նկարագրությունը Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի իմ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակության։ Եվ այս առաջարկը, ինչպես տեսնում եք, եթե դուք համեմատեք, կտեսնեք, որ պրոցեսները ցույց են տալիս իմ ասած ամբողջը եւ դա արձանագրվում է նաեւ 2016 թվականի Սերժ Սարգսյանի գրած նամակով մի եզրագիծ եւ հաջորդ եզրագիծը, որի 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը արել է այս ամբիոնից հայտարարություն, որը նույնպես փաթեթի մաս է։ Ընդհանրապես, որպեսզի կարճ ձեր ասածը տեքստի մեկնաբանությունը ընդհանրապես որևէ կապ չունի իրականության հետ։ Սկսեմ ձեր դասարանի կներեկով Հովսեփյան Մուրադը, ամենայն հարգանքով Հովսեփյան Մուրադի նկատմամբ, բայց Սփեղիչը մարտի 8-ը չի կարող կտրել, որովհետև Սփեղիչը մարտի 8-ից 5 ամիս հետո է։ Այստեղ է, որ ասում եմ ճանաչել զիմաստություն եւ սխրատ, որովհետև պետք է հասկանալ, որ երբ որ բանը ձին դնում են սայլից հետո ու սկսում են դրա վրա դատողություններ անել։
Այսինքն այս օրինակը մտածողության ֆորման ցույց է տալիս։ Ես էլի ձեզ ասում եմ, եթե կունենայինք շատ լավ վիճակ, այս ամսի 2011 թվականի 19 թվականի թղթի առաջարկը արտահայտում է նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը։ Դուք էլ այն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք, բրծնեինք։ Եվ մենք այս խնդրից ձեր առաջարկած լավ վիճակը կբերեիք։ Այսինքն ինչ եք ուզում մեզանից։ Բա 18 թվին ես վարչապետ եմ դարել, ամբողջ ձեր եւ ձեր կոալիցիոն ասում է հողերը տվեց, հողերը տալու է, հողերը տվեց։ Ինչի համար։ Ասեմ ինչի համար, որովհետեւ այդ նույն փաթեթի մասը նաեւ Սերժ Սարգսյանի պատասխանը էլի ապրիլի 17-ին, որտեղ ասում է, որ մենք շատ վաղուց պետք է այլևս հույս չունենանք, որ Ադրբեջանը թողնելու է պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու իր մղումը։ Բայց վիճակը այն ժամանակ կար, ավելի լավ վիճակ կար։ Ինչի չեն լուծել։ Բա ինչի չեն լուծել։ Ինչի են եկել ասում բանակցությունները կանգնած են փակուղիա ու պատերազմը։ Ինչ ենք մենք արել։ Մենք սկսել ենք ուսումնասիրել բովանդակությունը եւ հարցեր ենք տվել համանախագահողներին։ Իմիջայլոց, այդ ինչ որ ասում եք, ժողովուրդ հարգելի գործընկերներ, ես վերջին 2020 թվականից 5, 6, 10 անգամ այս ամբիոնի թեմաներին անդրադարձել եմ, որ ասել եմ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն համաժողովրդական հարակվե։ Բա ինչի՞ է միտեղ գրած համաժողովրդական, ժողովուրդ բառն է օգտագործած, միտեղ բնակչություն։ Ուրեմն այստեղ ուրիշ կատեգորիայի մասին է, այստեղ ուրիշ կատեգորիայի մասին է։ Ինչի՞ է գրած ամբողջ բնակ, այսինքն ես ոչ մի նոր բան, հարգելի գործընկերներ, այս փաթեթի մասին չունեմ ասելու։ Որովհետև 2020 թվականից մինչև մի քիչ պահը ես ամեն ինչ ասել եմ։ Եվ այս փաթեթը, որը հրապարակված է, ինքը ընդամենը հիմնավորում է, ապացուցում է, որ այն ինչ որ ես ասել եմ կոնկրետ փաստերի վրա հիմնված։ Ինչ ենք արել, սկսել ենք քննարկել, խորհրդակցել, հասկանալու համար բանակցային փաթեթի բովանդակությունը։ Եվ այդտեղ է նաև, որ ես տվել եմ հարցը եւ ստացել պատասխանը, որի մասին էլի ազգային ժողովի ամբիոնից երևի տասնյակ անգամ խոսել են։ Երբ որ ես համանախագահողներին ասել եմ, լավ, մեկնաբանություն։ Հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ պատասխանը հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ամբողջ այս թուղթ եւ այլն։ Ամեն ինչը ձևակերպված է դրա տակ։ Էլ չեմ ասում, որ ձեր փաթեթը ինքը մի էջ չի, մի թուղթ չի։ Ինքը 3 թղթից է բաղկացած, եւ այդ 3 թղթի բովանդակությունը ամբողջություն է։ Եվ այդ 2016 թվից եւ նաեւ գուցե նախորդող հիմա չեմ մտաբերում։ Բոլոր փաթեթներում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում, որ պետք է այն ինչ որ բանը Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը նշանակում էր եւ դա թղթերից ակնհայտ երևում է, Լեռնային Ղարաբաղի այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում եւ զրոյից հայ-ադրբեջանական առավելագույնը նոր համակարգի ստեղծում։ Ինչի՞ չեք ասում դա։ Դա այնքան ակնհայտ բան է։ Այսինքն ակնհայտը որը գրած է սևով սպիտակի վրա։ Բացեք երրորդ փաստաթուղթը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Ավելի պարզ չի լինում։ Դա չեք ասում։ Էլ չեմ ասում, ի վերջո երբ պետք է խոսում, դրա մասին եմ տասնյակ անգամներ ասել։ Այն ժամանակ, երբ որ հայկական կողմը համաձայնվել է հանրաքվեով, ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելու, այդ նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է, հենց հայկական կողմի կողմից։ Նույն պահին չեղարկվել է։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա։ Ուղղակի չկա։ Եվ ես շատ մտածել եմ, թե ինչու չկա։ Եվ իմ պատասխանը մեկն է, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ այդ է պատճառը, որ այդ համատեքստում տեղի ունեցել հոկտեմբերի 27 եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններ։ Ուրիշ որևէ բացատրություն չկա։ Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, նախ դրա բովանդակությանը այդ ինչ եք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց կամարանքով վերաբերվում։ Դուք չէիք, որ 20 թվից հետո հավաքվել էիք եւ որոշում էիք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրանից պարզաբանում ուզեք։ Թե ինչ թուղթ է, որտեղից է թուղթը։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է։ 100%-ով եւ եթե դրանում չեք կասկած կա, վերջերս Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը մանրամասը անձնական վկայություններով բերել է եւ ամբողջացրել է։ Երկրորդը, այս 5 տարիա Քիվեստ եք ասում։ Էլի Քիվեստ այդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք։ Ավելին, դուք եք Քիվեստից հրաժարվել գնալով 2007 թվականին մադրիդյան սկզբունքներ առաջարկելով։ Բայց եթե այդպես լավ բաներ Քիվեստն ինչ եք հրաժարվել։ Ինչ վերաբերում է մեր ասացին, մենք բոլորս Ղարաբաղյան շարժման ծնունդ ենք։
Ես ասում եմ, որ ես առաջին անգամ քաղաքականության հետ առնչվել եմ 7-րդ դասարանի աշակերտ լինելով Ղարաբաղյան շարժման մեկնարկի կապակցությամբ։ Եվ ես ասում եմ, որ մենք, այո, մեր առանձնահատկությունը ինչի մեջ է, որ մենք միջև վերջ եւ անմնացորդ նվիրված ենք եղել նրան, ինչից մենք ծագել ենք։ Ես այս ամբողջ 100 անգամ այդ օրինակն եմ բերել, Անտառի օրինակը, որ գնում ես, մի պահ ասում ես, լավ, մի րոպե, բայց հենց հասկացանք ամեն ինչ։ Պետք է ունենաս համարձակություն, պատասխանատվություն անել այն, ինչ որ արել եք։ Ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում շատ մանրամասն անդրադարձել եմ իմ արտահայտության Արցախը Հայաստանը եւ վեր, ինչի եմ ասել, ինչ պայմաններում եմ ասել, անդրադարձել եմ այս ամբիոնից տասնյակ անգամներ անդրադարձել եմ 2021 թվականի նախընտրական արշավին, նրա համատեքստին եւ ենթատեքստին, եւ այս ամբիոնից եւ բազմիցս անդրադարձել եմ կառավարության ծրագրի ձևակերպմանը, որ այնուամենայնիվ այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը ժողովրդի առաջ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մեծագույն նշանակում է ամենամեծ, ամենակարևոր, ամենաառաջնային։ Մեծագույն նշանակում է, որ գալիս է իրավիճակ, որ դու հասկանում ես, որ անհամատեղելի է, կամեն պետք է լինի, դու պետք է կատարես ընտրություն։ Այդ է առաջնորդությունը։ Եվ ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, քաղաքական թիմը վերցրել է իր վրա պատասխանատվությունը եւ ժողովուրդը հավանություն է տվել այդ պատասխանատվությանը։ Հակառակ դեպքում ասում եմ, 5 տարի ական եք անում, իշխանափոխություն եք անում, բա կանեիք։ Հիմա հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Որովհետև եթե այն ժամանակ կար 12000 մարդ մի կերպ փող միլիոններ ծախսերով հավաքում էիք, հիմա ուզում եք միլիոն ծախսեք, ուզում եք միլիարդ ծախսեք, չեք կարալու հավաքեք։ Չեք կարող, ես ասում եմ, չեք կարողանալու հավաքեք։ Դուք հրապարակեք Քիվեստի թուղթը։ Հրապարակեք։ Եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ, եթե կա տենց խնդիր մենք չունենք, ես խոստանում եմ կառավարությունը որոշում կկայացնի ապա գաղտնիացնելու։ Տվեք այդ թուղթը, 10 օր ժամանակ տվեք, եթե գաղտնիության կստուգենք, կապա գաղտնիացեք, հրապարակեք։ Բայց ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող բանը, լրատվամիջոցը ոչ միայն փաստաթուղթն հրապարակել, այլև փաստաթղթի մատը կպել է, փաստաթղթի հետ ցանկացած գործողություն հրապարակել է։ Երկրորդ ասում եմ, դուք եք հրաժարվել Քիվեստի փաստաթղթից։ Ես վախեցել եմ, ժողովրդական սիրո առաջ վախեցել եմ, այո, վախեցել եմ, իսկ ինչի պետք է չվախենայի։ Իսկ ինչի երկրի ճակատագիրը տենց վիճակում ստանձնելով եւ պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի։ Իսկ ինչն է այդտեղ բան տարօրինակ որ վախեցել եմ։ Ինչն է տարօրինակ այդտեղ որ վախեցել եմ։ Այդտենց վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի։ Վախենայի չէի ասի այն, ինչ որ ասում եմ։ Ես այսօր հրապարակային ասում եմ բաներ, որ 1000 տարի հայ ժողովրդի մեջ վախեցել են, բազմաթիվները իմացել են եւ վախեցել են ասել։ Բաներ, որ հազարամյա տաբու է եղել մեր իրականության մեջ։ Բայց ինչի՞ չեմ վախենում։ Որտեւ ես միշտ էլ ասում եմ, միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց։ Ով չի վախենում, ասենք մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվության իրականացնելի սխալվելուց։ Մենակ խելագարը Վազգեն Սարգսյանն ասում էր, ես վախենում եմ ոչինչից չվախեցողներից։ Եվ ինչ։ Այդ դուք եք որ տենց սուպերմեններ եք, բան տուրնիկի վրա այնքան անվախ կարակ պատտվեք, որ բան չվախենալով որ էլեմենտներ կան։ Մենք մարդիկ ենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, մեր իսկ դարդին, մեր իսկ խնդրին։ Եվ հասկացել ենք, որ մենք պետք է մեր երկրի ապագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ եւ կայացրել ենք որոշումներ։ Այն ժամանակ որ ասում եք վախեցել ենք, գիտեք ինչից ենք վախեցել, որովհետեւ տեսել ենք այդ թագարդը, որ հազար ներողություն Հայաստանի եւ Սփյուռքի մի շատ գործիչներ մղում են մեզ դեպի այն թագարդը, որ ասում եմ Ղարաբաղի հարցի մասին չի, Հայաստանի պետականության կորստի մասին է։ Մենք վախեցել ենք Հայաստանի պետությունը կորցնենք եւ ճիշտ ենք արել, որ վախեցել ենք։ Եվ այդ վախի շնորհիվ է, որ մենք այսօր ասում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը 50 տարի, 100 տարի, 500 տարի, 1000 տարի լինելու շանս ունի։ Եւ մենք մեր վախի շնորհիվ այդ շանսը, այո, մենք սովորաբար համեստ ենք մեզ պահում, բայց ես ասում եմ, այս քաղաքական թիմը, այս կառավարությունը Հայաստանի առաջ 100-ամյակի եւ 1000-ամյակի հեռանկար է բացել։ Եվ մեր կենտրոնացումը այլևս այդ 100-ամյա եւ 1000-ամյա շանսը օգտագործելն է։ Իսկ դուք գնացեք Քիվեստի թուղթը հրապարակեք։ Խնդիր ունեք, դիմեք 10 օրվա մեջ կապագաղտնիացնենք։ Հրապարակեք, գնացեք, հանդիպեք մարզ, ցույց տվեք թե ինչ եք արել։ Բայց եկեք չմոռանանք, Քիվեստից դուք ինքներդ եք հրաժարվել։ Եվ կրկնում եմ, Քիվեստը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա
ոչ թե բանակցային բովանդակություն է, դա դավադրություն է։ Դա դավադրություն է, որի համատեքստում տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Չեք հավատում, գնացեք Ռիմա Դեմիրճյանի գիրքը կարդացեք։ Չեք հավատում, գնացեք Վաղարշակ Հարությունյանի վկայությունները կարդացեք։ Չեք հավատում, գնացեք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող բանի լրատվամիջոցների ակնհայտորեն վավեր դիվանագիտական փաստաթղթերի հիման վրա արտահոսած դիվանագիտական փաստաթղթերի հիման վրա կառուցված բանը ռեպորտաժ չէր, մի ժամ էր, ինչ էր, եկա մեծ ֆիլմ, հա։ Շնորհակալ եմ։ Պարոն Դանիելյան, լուր ունեմ ձեզ համար, ես արդեն ձեր հարցին պատասխանեցի եւ 5 տարուց ավել է, ես այդ հարցին պատասխանում եմ։ Ըստ էության ձեր տված հարցերի չկա, որ ես նախկինում արդեն չեմ պատասխանել։ Ես բոլոր հարցերին պատասխանել եմ։ Ես հիմա կարող եմ ասել կոնկրետ հղումներ անել ազգային ժողովի, բայց ամենալավ հղման տեղը քննիչ հանձնաժողովի հրապարակային ելույթն է։ Հիմա որ ձեր հարցին պատասխան կարդում եմ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ, երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երկրորդը, նույն հայտարարության մեջ, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար։ Այդ ինչից է ենթադրել, որ Ղարաբաղը այս տարբերակով կամ այն տարբերակով մնում էր հայկական։ Էլի եմ ասում, ցանկացած նախորդող շրջանում, եթե այդ լուծման տարբերակը կար, ձեր ղեկավարները թող լուծեին։ Թող լուծեին, չէ իրանք ասում են չնաշխարհիկ տարբերակներ, լսեք թող լուծեին։ Թող այս ինչ հայտարարություն է։ Այս ինչ հայտարարություն է 2018 թվականի ապրիլի 17-ին։ Եվ ես քիչ առաջում հարցին էի պատասխան ասում եմ, որ Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը վերլուծվել է, եւ իմ եզրակացությունը եկել է, որ Ղարաբաղի հարցի լուծման մասին չի սա։ Ղարաբաղի հարցը, որովհետեւ 1996 թվականին լուծվել բրծել է, մեզ ոչ մեկ դրա մասին չի ասել։ Խոսքը նրա մասին է, թե Հայաստանի պետությունը լինելու է, թե չի լինելու։ Մենք ընտրել ենք, որ Հայաստանի պետություն լինելու է։ Դուք ուրիշ բան կընտրեիք։ Գիտենք, որ ուրիշ բան կընտրեիք, որովհետեւ նախորդող շրջանում հենց ուրիշ բան էլ ընտրել եք։ Եթե ոչ դուք անձամբ, այլ են քաղաքական ուժերը կամ այն քաղաքական ուժը, որ ներկայացնում եք։ Մնացածը ոչ, էլի եմ ասում, բանի, այս բանակցային փաթեթի վերաբերյալ, դուք գործնականում ես համոզվեցի եւս մեկ անգամ նոր հարց չեք կարող տալ, որովհետեւ բոլոր հնարավոր հարցերին ես 2020 թվականից այս ամբիոնից ուրիշ ամբիոններում բոլոր հնարավոր ֆորմատներով պատասխանել եմ։ Ձեր ասածը ընդհանրապես որևէ կապ չունի բանակցային փաթեթի բովանդակության հետ, որևէ կապ։ Եվ սա ցույց է տալիս բանակցային փաթեթը հրապարակված չէ, դուք նույն բանը ասում եք։ Բանակցային փաթեթը հրապարակված է, դուք նույն բանը ասում եք։ Դա նշանակում է, որ ձեր ասածը կապ չունի։ Ես այս բանակցային փաթեթը հրապարակվելուց առաջ ես եմ նույն բանը ասել։ Հիմա էլ մի տարբերությամբ, որին բոլոր ասածները հիմնված են եղել բանակցային փաթեթի բովանդակության վրա, եւ ոչ թե ինչ որ մտածածին իրողությունների վրա։ Ոչ սխալ եք ընկալել, դա ինչ չի։ Ուշադիր կարդացեք, 2 օր առաջ է հրապարակվել։ Ես 7 տարի է կարդացել եմ այդ բանակցային փաթեթը։ Պարոն Դանիելյան, դուք ձեր հարցին ըստ էության պատասխանեցիք։ Ի ժողովրդի հետ այդ թեմայով չեմ խոսել, որովհետև նոր ասում էի, որ 2019-ից հետո բան ինչ են կարել։ Ուզեցել ենք հասկանալ, բովանդակությունը խորանալ, որ դա պարզ հարց չի։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ասում էր, այս հարցին փորձագետի մակարդակով տիրապետում է բան, 4 հոգի, 5 թե 4 հոգի։ Չեմ խոսացել, որովհետև այդ պահին անհրաժեշտ թվով, անհրաժեշտ ծավալի փաստեր եւ փաստարկներ չեմ ունեցել դրա մասին խոսալու, որովհետեւ իրադրության գնահատման փուլ ա եղել։ Դրա համար չեմ խոսացել։ Բա ինչ դուրս գամ մի անգամից արդեն բանը 2 անգամ կարտացած դուրս գամ եզրակացություններ անեմ։ Հա, Դանիելյանին դորացեք։ Կանչել ենք։ Նախկին արտգործնախարարին կանչել եմ մի ժամ թե 2 ժամ խոսացել եմ, տեսել եմ ոնց որ բանը ասուլիսում խոսալիս լինի, էլ չեմ էլ հանդիպել։ Որովհետև եկել անստել հեքիաթներ ա պատմել։ Ես կարդում եմ դեռ իրա պատմած հեքիաթները իմ դրա առաջ դրած թղթի հետ կապ չունի։ Այս բան եմ ժամավաճառությամբ զբաղվեմ։ Եվ էլ եմ ասում, առաջին կարևորագույն փաստերից մեկը, որ արձանագրված ա եղել ինձ համար, արձանագրված ա եղել են, ես արդեն մեր գործընկերոջ հարցին պատասխանացի, ասի սա ի սկզբանե որոշված ռազմավարություն չի եղել, նոր ասացի։ Ասի ինտուիտիվ սկսել ենք ինֆորմացիան ստանալ մշակել, միջև այն կետը, որ հասկացել ենք Ժորժյան, սա Ղարաբաղի հարցի մասին չի, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, հիմա գնում է, թե Հայաստանը ում գրպանում պետքա լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չի։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չի։ Հիմա դա ինչ որ մեկին դուր է գալիս, դուր չի գալիս,
Արդեն դա իրանցից կախված չի Հայաստանի Հանրապետությունը պետությունական երբևէ, անկախական երբևէ, ինքնիշխանական երբևէ։ Էս ենք մենք ասել ենք 2018-ին ասել ենք մեր ռազմավարական խնդիրը մեր պետության հարատևությունը ապահովելն է, գրավոր գրած է։ Մենք մինչև այսօր գնացել ենք, գնում ենք այդ ճանապարհով եւ հասել ենք որոշակի պոզիտիվ հանգրվանի այդ ճանապարհի։ Ուրիշ հիմա հետահայաց, ես ասում եմ, որ ուրիշ ճանապարհ չկար։ Ուրիշ ճանապարհ ուղղակի չկար։ Հայաստանի պետության համար հեռանկար բացելու ուրիշ ճանապարհ պարզապես չկար։ 100 անգամ եմ ձեզ առաջարկել եմ, բայց ինչի՞ չեք համաձայնվում։ Հիմա այսօր նույնիսկ հրապարակումից հետո բանը նրբություններ կա, հենց հրապարակային փաստաթղթերի մեջ գրած բաներ կա, որ ես հիմա հրապարակային չեմ կարող ձեզ ցույց տալ։ Հա? Որովհետև նպատակահարմար չի։ Խնդիրներ կառաջացնի միջազգային։ Հրապարակային է, չեմ ասում, որ գաղտնի, ասում եմ, այդ հրապարակված թղթի մեջ տողատակեր եւ տողեր կա, որ դուք նայում եք, ինչ եմ ասում, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին շնորհակալություն։ Իրավ պարոն վարչապետ, Տիկին Գրիգորյանը ասեց ներքին հանդ, ես վերջերս ներքին հանդում էի, մարդիկ փողոց դուրս էին եկել փողոց, կարճ մնացի եւ խնդրում էին ձեզ փոխանցել, որ շնորհակալ են ամեն ինչի համար, ինչ արել եք, ինչ էս կառավարությունը։ Տանիքները նորոգվել են, տանիքները հարցը լուծվել է, ու դրա տեսանյութը կա, կարող եմ ուղարկել Տիկին Գրիգորյանը նայի, հետո հաջորդ հարցի ժամանակ դել կմեզ։ Այդքան որ մտածում եք ներքին հանդի մասին, բա ինչի տանիք չկար, ինչի խմելու ջուր չկար ներքին հանդում։ Ես գնացել եմ Ճակատեն գյուղ, դուք ստեղ ցույց եք անում բանի համար, Գիրանցում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ես կարծեմ մայիսներ թե հունիսներ, կամ չգիտեմ, վերջ այդ շրջանում։ Գնացել եմ բան Ճակատեն, Շիկահող, մարդիկ ասում են մեր մոտ երբ է այդ նույնը տեղի ունենալու։ Այն որ Գիրանցում տեղի ունենալու, երբ է տեղի ունենալու։ Սա ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես որևէ կապ չունեք հանրության հետ։ Նրան հուզող, մարդկանց հուզող խնդիրների հետ որևէ կապ չունեք։ Էս է ճշմարտություն։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Բայց հիմա էլ եմ ասում, բա մարդը Bentley ունենա, Mercedes-Benz ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, հազար ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագարեք, չի կարող լինի տենց բան, չի լինելու։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը եւ իրանց նման այլ ապա հոգեվոր մարդիկ, ովքեր ըստ էության կալանքի տակ են պահում մայրաթոռը։ Մենք Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք Հայաստանի ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ ենք, մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ Կտրիչ Ներսյանն է, որ Հայաստանի ծառայելական եկեղեցու հետևորդ չի։ Բայց քրիստոնեության ամենակարևոր առանձնահատկությունը ինքնահայեցումն է։ Բայց ասում եմ, հա, բրիֆինգում էլ ասացի։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ մեղքերիս համար տողություն եմ խնդրում։ Այդ ձեր նույն նշած եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որտեղ ասում են մեր մեղքն էլ ենք ընդունում, բանի ընդունված իրավիճակի վերաբերյալ։ Մենք ես էլ իմ մեղքն եմ ընդունում, բոլորս մեր մեղքն ենք։ Դա է քրիստոնեությունը։ Եվ ոչ թե հոխորտալը, եւ ոչ թե կեղծիքներ անելը, եւ ոչ թե բաների վրա քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ որ բան անելը։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիչ Ներսյանի ու աղբորը վրա է։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Որ կոմպրոմատով գործ Կտրիչ Ներսյանի եղբայրը ասում եմ ԿԳԲ-ի գործակալ է։ Դրանից ավելի մեծ բան կոմպրոմատ ուզում եք։ Ինչ ավելի մեծ կոմպրոմատ կարա լինի որևէ հոգեվորականի նկատմամբ։ Կտրիչ Ներսյանը միջև այսօր ինչ կոմպրոմատ։ Միջև այսօր չի ասել վերջին աղջիկ ունի թե չունի։ Եթե ունի, այդ համատեղելի է իր կարգավիճակի հետ, թե համատեղելի չի։ Հայաստանյան ծառայելական եկեղեցու դեմ դուք եք պայքար մղում։ Բա այդ եպիսկոպոսները Հայաստանյան ծառայելական եկեղեցի չեն։ Բա այդ ինչ ձև եք խոսում, այդ ինչ ոճաբանությամբ եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինձ բացարձակապես ես տենց նկարտումներ չունեմ։ Երկրորդը, ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ որևէ այլ հոգեվարական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգեվարականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ, բոլորը առանց բացառության։ Ես դες ուղիղ բան ասեմ։ Այսօր այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են ուզում է քանդի եկեղեցին։ Ես դες պատասխանատու ասում եմ, որ Հայաստանյան ծառայելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի օրոք վերածվել ավերակների։ Ես այն օրը ուղղ ասել եմ, ես գնում եմ համատարած մեր եկեղեցիներում երկչախումբ չկա։
Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարակներ չեն մատուցվում։ Հասկանում եք, երկշախմբեր չկան ուղղակի, որովհետև իրար չի հետաքրքրվում։ Ես գիտեք, ես ասեմ այն օր ինչ եմ ասել եպիսկոպոսների հետ հանդիպմանը։ Ասել եմ, լսեք հարգելիներս, սրբազան հայրեր։ Ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ես այնուամենայնիվ Կտրիչ Ներսիսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացել ինքնաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողքի նստել եմ։ Ես ինձ հարց եմ տվել, ասել եմ, ո՞նց կարա էլի, ո՞նց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, այդտեղ փող կա, այդտեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա։ Այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատեր է, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնություն հերավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վերայն ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում։ Քահանաները ապրում են չքավորության եզրին։ Հոգևոր կյանքի լիակատար բացակայություն։ Հայաստանի այս առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղելա, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ես ամբյոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, պետք է գնա։ Ոչ մի ուրիշ տարբերակ։ Նույնիսկ ավակ եւ կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրյա հատուկ ծառայությունները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի։ Շնորհակալություն։ Շնորհակ ինքներդ նշեցիք, որ դա մի գերատեսչության խնդիր չէ, դրա համար ես հարկամարեցի մոտենալ։ Նախ ուրախ եմ, որ մեր գնահատականը այլևս վերապահում եք պատմությանը, որովհետև զգում եք, որ ձեր գնահատելու ռեսուրսը այլևս սպառված է։ Երկրորդը, ինչի այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել եւ ասել, թե ինչի է տեղի ունեցել։ Այդ տեղի ունեցել այդ թվում են պատճառով, որ այդ թվում ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ որ կառավարության սուբվենցիոն ծրագրող Գյումրիում շատրվանը միացնում են Դոլա Վարավսկայա երգը։ Այդ դրա համար է տեղի ունենում։ Այ հիշում եմ, որ ես падգամավոր էի եւ այնտեղ էի նստած, ձեր խմբակցության մի падգամավոր էլ այնտեղ էր նստած, բանի այդ իրազեկման, ոնց էր կոչվում, ազդարարման համակարգը որ քննարկում էր, ձեր խմբակցության падգամավորն ասում էր, ես չհասկացա գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում։ Այն պատճառով է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ մեր հանձնառությունն է, ես ասում եմ, պետք է արմատախիլ անել։ Պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել։ Պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել այդ քրեական ենթամշակույթը բան անելու, արմատախիլ անելու համար։ Դա գալիս է, այո, ասում եմ նրանից, որ տղա երեխեքը սկսում են լեզուները բացվում, դեռ ցավոք Հայաստանում շատ տեղեր առաջի բառը նույնիսկ երբեմն մամա պապայից առաջ բան են հայհոյանք ենք սովորացնում, հետո է ազգուտակով հավաքում ծափ տալիս։ Բա ի՞նչ է լինելու դրա վերջը։ Բա այդ է լինելու։ Իհարկե ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է այդ հարցերով զբաղվել։ Եվ ԿԳՄՍ-ն, եւ ՆԳՆ-ին, եւ քննչական մարմինները, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Պետք է, եւ ուզում եմ ասել նաեւ, որ սոցիալական ցանցերի այս բանը իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա։ Եվ այսօր բազմաթիվ եվրոպական երկրներ եւ բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ։ Ընդամենը օրեր առաջ, շաբաթ առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Եվ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, հասկանանք, որ չի լինում բան հատվածական լուծումներ։ Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը ընդհանրապես պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ, ամենօրյա պայքարի թիրախ։ Դա է լուծումը բոլոր տեղերում, քաղաքականության մեջ։ Մենք այսօր քաղաքական ուժեր ունենք, որ բան են անում, ընտրություններում ապավինում են քրեական բաներին, քրեական ենթամշակույթին եւ այդ շրջանակներին։ Եվ սա խնդրեմ է։ Եվ ես ընդունում եմ, այո, ընդունում եմ այն հարցը, որ բարձրացնում եք, շատ կարևոր հարց է, եւ ընդունում եմ, որ մենք պետք է շատ լուրջ եւ շնորհակալ եմ ձեզնից, որ ընդգծեցիք, որ դա մի գերատեսչությամբ նույնիսկ առանձին վերծրած բանի հանրային շերտի խնդիր չէ, այլ բոլորի խնդիրն է եւ կոչ եմ անում նաեւ, որ բոլորին համախմբվել է ֆունդամենտալ խնդիրը լուծելու շուրջ, որովհետեւ մի բանի դեպքի մասին իմանում ենք, 15 դեպքի մասին էլ չենք իմանում։ Շնորհակալություն կառավարության հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, հարցը ուղղված է ձեզ։ Ուրեմն մոտ 2 շաբաթ առաջ սոցիալական ցանցերում մի հարցազրույցի հետ կապված բավականին մեծ աժիոտաժ ստեղծվեց։ Խոսքը վերաբերվում է Ռուսաստանում ֆորմալ առումով ինոագենտ, այսինքն գործակալ համարվող Ալեքսեյ Վենեդիկտովի եւ իմ գնահատմամբ
Հայաստանում ազդեցության գործակալ խոչերենական մեդիայի ուրեմն հաղորդավարի հարցազրույցի մասին էր խոսքը եւ մի հետաքրքիր իհարկե դա հարցազրույցեր են մասին թե ինչպես չի կարելի հարցազրույց անել, բայց ինչեւ է մի հետաքրքիր հարց հնչեց այդ որտեղ ըստիս մի ամբողջ մտածողություն է պարփակված հարցը հետեւյալն էր որն է ավելի կարեւոր պետությունը անկախությունը թե ժողովրդավարությունը իհարկե պատասխանողը ճշգրիտ պատասխան տվեց, բայց իմ կարծիքով սա ուղղակի մեկնաբանումն է մի շարք, այսինքն խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի մտածելակերպի, որ ժողովրդավարությունը եւ պետությունը, պետականությունը կարող են իրար ինչ որտեղ հակադրվել, այն իմաստով, որ ժողովուրդը կարող է գիտակցված որոշում չկայացնել, ընտրություն չկայացնել եւ գոյություն ունեն եւ կամ պետք է գոյություն ունենան մարտիկ էլիտաներ, որոնք պետք է վերցնեն պատասխանատվություն եւ օրինակ համար զիջեն անկախությունը ինչ-ինչ բաների ուրեմն երկրի պահպանման համար այն տեսքով բնականաբար ոչ անկախ պետության տեսքով, բայց ինչ որ ձևով պահպանման համար կարող են լինել մարդիկ, որ կարող են նման որոշումներ կայացնել։ Սա մի մտածողություն է, որ ես կարծում եմ ամբողջությամբ նկարագրում են նախկիններին եւ վերջերս դուք արտահայտվել եք ասելով, որ բավական է մենք խոսենք նախկիններից, բայց ես կարծում եմ, որ նախկինների շնորհակալություն հեսավարտում եմ, նախկիններին հիմնականում ավելի շատ բնութագրում է հենց այս մտածելակերպը, որը նույնիսկ իշխանություն չեղած շատ քաղաքական ուժերի է վերաբերում։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան հարցի համար։ Ես կապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա։ Ինչ չենք ասել։ Հիմա այս Ղարաբաղի հարցի փաթեթն էլ որ հրապարակել ենք, այդ նրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա, որովհետև ասում եմ, ինչ հարցել տան, բացառված է, որ այդ ընդհանրապես որևէ նյուանսի վերաբերյալ վերջին 5 տարվա ընթացքում մանրամասն խոսացած չլինեմ։ Այդ փաթեթի հրապարակումը իմ դիտանկյունից ընդհանրեն նրա համար է, որ ես ասեմ, այ որ ասում էի այդ դա այս տողում է, մյուսը այն տողում է, երրորդը այն տողում է, չորրորդը այն տողում է, հինգերորդը այն տողում է։ Բայց հիմա ձեր հարցի հետ կապված երկու բան ասեմ, նախ հարցազրույցը ես չեմ նայել եւ սովորաբար չեմ մեկնաբանում այն ինչ որ չեմ նայել, չեմ լսել, բայց վստահելով ձեր վերարտադրությանը, ես կարող եմ ասել, որ դա զարմանալի բան չկա, որովհետեւ 98 թվականին ձեր նշած շրջանակը եւ ձեր նշած անձը երբ որ նախագահի տեխնացու էր առաջադրվում եւ այն ժամանակ հարց կար սահմանադրության հետ համապատասխանության, քաղաքական այդ նույն ուժերը ասում էին ազգային շահերը ավելի բարձր է, քան սահմանադրությունը։ Որովհետեւ այսինքն ինչ են ասում, ձեր ասացի գիծն է պետության եւ այսինքն այդպիսի մենք որ ասում ենք հայրենիքը պետությունն է, իրանք ասում են վայ հայրենիքը պետությանն են ուզում սահմանադրել, բանանեն, հակադրել։ Իսկ իրենց ամբողջ գաղափարախոսությունը պետությունը դնել մի կողմ եւ կենտրոնանալ ամեն ինչի վրա, բացի պետությունից։ Մեր ռազմավարությունը, որը մենք էլ ենք բավականին երկար ժամանակ իներցիայով այդ տրամաբանության մեջ եղել։ Մեր ռազմավարությունը ինչի մեջ է, որ այո կամ բազմաթիվ կարևորագույն հարցեր, ազգային բնույթի, մշակութային բնույթի, պատմական բնույթի, հումանիտար բնույթի, բազմաթիվ չափազանց կարևոր հարցեր, բայց մենք ասում ենք չափազանց կարևոր հարցը գիտակցելով, առերեսվելով, կենտրոնում պետքա լինի պետական շահը եւ պետությունը։ Պետությունը եւ պետական շահը։ Պետությունը եւ պետական շահը, պետությունը եւ պետական շահը։ Մնացածը այո, դա չի նշանակում, որ մնացած հարցերը կարևոր չեն։ Դա նշանակում է, որ պետությունը եւ պետական շահը գերկարևոր են, առավել քան կարևոր են, ամենակարևորն են, գերադրական կարևորն են։ Եվ հետեւաբար մենք բոլոր մեր քաղաքականությունները հասկանալու կամ ըմբռնելու համար սա է պետք ֆիքսել։ Պետությունը եւ պետական շահը։ Մնացած բազմաթիվ տասնյակ հազարավոր շատ կարևոր հարցեր կան, բայց գերկարևոր հարցերի հարցը պետությունն է եւ նրա շահը։ Եվ մենք գերկենտրոնացած ենք պետության եւ նրա շահի վրա, Հայաստանի Հանրապետության եւ նրա շահի վրա։ Արձագանք։ Շնորհակալություն։ Ես ուզում եի ասել, որ այո, այդ նախկիններին, որոնց մասին պետք չի խոսել եւ ոչ միայն նախկիններին, կան ցավոք սրտի այդպիսի քաղաքական ուժեր, անձիկ, որոնց մտածելակերպն այն է, որ ժողովուրդը պետության շահի մասին չի մտածում եւ կամ ժողովուրդը կարող է սխալ ընտրություն կատարել եւ դրա համար է, որ պետք է հենվել ինչ որ ուժերի արտաքին կամ ներքին ուժերի վրա եւ այդպես առաջնորդվել եւ բոլոր ուրեմն նախկին առաջնորդների եւ հարցազրույցներում տարբեր ելույթներում ակներև է դառնում դրանց խոսքից, որ մեկը չի ուզում ժողովրդի հետ հանդիպել, հավես չունի հանդիպելու ընդհանրապես, մյուսը հիմնական շեշտը դնում էր բուրժուաների վրա կամ բանակի վրա, էլի չհամարելով, որ ժողովուրդը կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը։ Ամբողջ հարցը սրանում է, ինչպես անել, որ այդպիսի ուժեր, այդպիսի մտածելակերպ առհասարակ արմատախիլ արվի։
Շնորհակալություն։ Դե տեսեք, մենք տրվում ենք այդ սադրանքին, գալիս ենք ժամերով խոսում ենք Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան, նախկին SSS ու արդեն բան չի մնացել որ չասենք, բայց խնդիրն է նա մենք ինչը չենք ասում։ Օրինակ մենք չենք կենտրոնանում այն հարցի վրա, որ մենք այս տարի էլ 500 կիլոմետր ճանապարհ կառուցեցինք։ Այս ընթացքում հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ են կառուցել, դպրոցներ են կառուցել, կրթության ոլորտում խորը բարեփոխումներ են կարել, մանկապարտեզներ են կառուցել եւ այլն եւ այդպես շարունակ։ Գալիս ենք Ռոբերտ Քոչյան սեր, ինչ ասես։ Իմ կարծիքով, այսինքն, եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Այսինքն այդ բանը անընդհատ հոգեդարձությամբ զբաղվել, դա խնդիրն է նա, որ այսինքն մենք լիքը բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունենք, որը չենք ասում միայն այն պատճառով, որ ստիպված ենք ապացուցել ակնհայտը։ Ստիպված ենք ապացուցել ակնհայտը եւ այնինչ ապացուցված է։ Բայց էլի ասում եմ, ես չեմ բացառում, ես այլի հարցեր են հնչելու, էլի պետք է պատասխանենք, չենք կարա ինչ որ բան տող կարդան, ես գամ ասեմ, գիտեք, ինչ 500 կիլոմետր ասֆալտ են կառուցել, adekvat չի, չնայած այսօր փորձեցի բանից հարցը բանի մասին էր, ինչ որ թղթի մասին էր, ես փորձեցի առակացից մեջբերում անել, տենց տրամադրությունը կամած փորձում եմ եւ դիտանկյունը կամած փորձում եմ փոխել, շնորհակալ եմ։ Մեծարգո վարչապետ, հարցս ձեզ է ուղղված, մասնավորապես ուզում եմ անդրադառնալ այսօր պետական բյուջեի քննարկման ձեր ամփոփիչ ելույթում արված մի արտահայտության, որտեղ դուք դրական գնահատեցիք քաղաքական մեծամասնության աշխատանքը, ինչը հաճելի է կրկնել, եւ նաեւ նշեցիք, որ այո կարևոր է տնտեսական զարգացումը եւ տնտեսական ցուցանիշները, սակայն ամենակարևոր աշխատանքը, որը դուք այսպես ասած մատնացույց արեցիք, այն է, որ այս քաղաքական թիմը կարողացել է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդից եւ բերել նրան միտեղ, որտեղ Հայաստանի արչեւ բացվել են հեռանկարներ։ Սա կատարված աշխատանքի մասով։ Եվ բոլորիս հայտնի է, որ մեր քաղաքական կարևոր օրակարգը, որով մենք գնում ենք այս պահին, դա խաղաղության օրակարգն է, եւ կխնդրեմ ձեզ մեկնաբանել այս միտքը եւ դրա կապը խաղաղության օրակարգի հետ։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոց, էլի ստիպված պիտի անդրադառնամ Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը կարդաց ես գիտական մեթոդով ամբողջ բանակցային պատմությունը վերլուծելու արդյունքում ինչ հետևության են գալիս իմիջիալոց էտել եմ ասել էլի ոչ մի նոր բան չեմ ասել որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք ոչ մի վարքյան ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանի շուտ առումով այո նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին ուրիշ որևէ բանի մասին չի եղել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել սա շատ կարևոր արձանագրել այլ խնդիր է դրվել այնպես անել ես Հայաստանի տեսակետից եմ ասում եւ Հայաստանի առում որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն լինելու շանս չունենա եւ էսա ինչքան էլ բարդ է դա խոստովանել հասկանում եք չէ մեր մի ամբողջ սերնդի կյանքի մասին է խոսքը բայց մենք չենք կարող առաջ գնալ եթե մենք սա չխոստովանենք եւ երբ որ ես ասում եմ աշխարհակաղակական թակարդից դուրս ենք եկել ես դրա մասին եմ խոսել եմ թոկի մասին եւ այլն հնարավոր շատ շահարկվել է շատ օգտագործել բայց դա ակնհայտ բան է այդ փաթեթը որը հրապարակվել է խնդրեմ ընթերցեք դա դրա մասին է դե ինչպես էր արգելակվում Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը ես ավելի լայն մասշտաբով կասեմ տարածաշրջանը կայանալու որպես ինքնիշխան բարեկեցիկ շրջան եւ հիմա ես երբ որ ասում եմ դուրս է եկել թակարդից աշխարհակաղակական ես նկատի ունեմ հաստատված խաղաղությունը եւ մտահոգությունները որոնք հնչում են կամ այդպես բուրըն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները դրանք բոլորովին ուրիշ բանի մասին են դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են ուրիշ որևէ բանի մասին չեն եւ հետեւաբար այո այսօր առավելապես օգոստոսի 8-ի համաձայնություններից եւ դրանից բխող գործողություններով մենք ես էլի ասել եմ էլի եմ ասում մենք այսօր պետություն ենք քան երբևէ ինքնիշխան ենք քան երբևէ անկախ ենք քան երբևէ եւ ասել եմ նաև պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից շրջանը։ Մենք երբեք նախինում նախորդող շրջանում երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ։ Խնդրեմ։ Արձագանք։ Շնորհակալություն։
մեծարգո վարչապետ, այսինքն կարող եմ արդյոք ինձ համար ամփոփում անել հետեւյալի մասին, որ քաղաքական թիմը հիմնական աշխատանքը, որը կատարել է, դա Հայաստանի պետականության եւ անկախության ու ինքնիշխանության համար կատարված աշխատանքն է, եւ խաղաղության օրակարգը գալիս է սպասարկելու կրկին այդ օրակարգը։ Այո, եւ ընդ որում պետք է այդ էլ արձանագրել։ Այդ էլ արձանագրել, որ չգիտեմ, դա լավ է խոստովանել թե վատ է խոստովանել, բայց սա ի սկզբանե պլանավորված ռազմավարություն չի եղել։ Մենք մի քիչ ինտուիտիվ ենք գործել, մի քիչ չնայած ինտուիցիան պետք չի թերագնահատել, բայց ես ուզում եմ ասել, որ սա մենք քաղաքական մեծամասնության մասին ենք խոսում, բայց ես ուզում եմ լրացնել նաև սկզբից ասի կառավարություն, հետո ասի քաղաքական մեծամասնություն, սա իրականում ժողովրդի մասին է։ Հակառակ դեպքում մենք 20 թվից հետո ո՞նց ենք ընտրություն հաղթում։ Հակառակ դեպքում այդ process-ների արդյունքում մենք ո՞նց ենք շարունակում այսօր միջև հիմա մնալ կառավարողուշ Հայաստանի Հանրապետություն։ Ինչի հաշվին ենք շարունակում մնալ կառավարողուշ Հայաստանի Հանրապետության։ Մի բանի շնորհիվ, որ ժողովուրդը այնտեղ, որտեղ, այսպես ասած, ակադեմիական տեքստային մակարդակով չի բանարել, չի մշակել ինֆորմացիան, թե ինչ է տեղի ունենում, ինտուիցիայով տեսել է, որ տեղի ունեցող process-ը իր ներքին զգացողությանը, իր ներքին զարկերակին համահունչ է։ Թե չէ որ ժողովուրդը որևէ իշխանություն չուզենա որ մնա, ո՞նց կարա այդ իշխանությունը մնա։ Բացառված բան է։ Եվ հետեւաբար այո, ես ուզում եմ կառավարություն, քաղաքական մեծամասնություն կամ քաղաքական մեծամասնություն եւ ժողովրդի այս համատեղ բանը, համատեղ արդյունքը արձանագրել։ Ես դրա համար եմ ասում, այս խաղաղությունը իր խաղաղությունն է, Հայաստանի քաղաքացու խաղաղությունն է, ժողովրդի խաղաղությունն է, որի հետ, որի համահեղինակը ինքը ամեն օր թղթերի վրա չի աշխատել, բայց ինքը կանաչ լույս է տվել, որ մենք աշխատենք։ Կանաչ լույս է տվել այն ժամանակ, երբ որ թվում էր թե ընդհանրապես դա հնարավոր չի։ Դա հնարավոր էր մենակ մի պարագայում, երբ որ ժողովրդի ներքին զարկերակը իրան մղել է, որ այս ճիշտ ճանապարհը, ինչքան է դժվար դաժանա, ճիշտ ճանապարհը պետքա գնալ այդ ճանապարհով։ Եվ այսօր արդեն մենք կարող ենք ասել, որ այդ ճանապարհի իրավացիությունը ապացուցված է։ Նախորդ շրջանում իմիջիայլոց ասեմ, ցանկացած հարցի լուծման, ցանկացած առաջարկ, ցանկացած տեղաշարժ, ընդհանրապես իմ նշած թոկը ավելի էր ձգելու Հայաստանի վզին։ Ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի հարցի լուծման մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին։ Որովհետև Էլիաս Ամբիոնից տասնյակ անգամ ասել եմ, Ղարաբաղի հարցը 96 թվին լուծված ավարտված ա եղել։ Պարզապես դրա մասին մեզ ոչ մեկ չի ասել։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս ձեզ է ուղղված 2022 կամ 23 թվականին Սյունիքի մարզ ձեր այցերից մեկի ժամանակ Գորիսում դուք անդրադարձաք նաև Գորիսում Սիսիանում օդանավակայան ունենալու հնարավորությունների, եթե չեմ սխալվում, նաև այդ ժամանակվա տարածքային կառավարման նախարարին հանձնարարական տվեցիք ուսումնասիրեն, կա այդ մասով նորություն կամ ինչ-որ գործընթացներ արվում են թե ոչ, եւ քանի որ տարածքային կառավարման նախարարը այստեղ չէ, կուզենայի պատասխանել Կապանի օդանավակայանի շուրջ թռիչքների մասով։ Ինչ խնդիր կա, որտեղ համացանցով տարբեր տեղեկատվություններ են տարածվում, լիցենզիայի հետ կապված, ինքնաթիռի հետ կապված, կուզենայի նշեք այդ մասով մտահոգություններ ունենանք ինքնաթիռի մասով թե ոչ։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի համար։ Օդանավի հետ կապված ես գիտեմ, որ հերթական տեխնիկական զննության մեջ է գտնվում օդանավը եւ նաեւ այս ընթացքում աշխատում են, որ միջև տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել եւ թռիչքները կշարունակվեն, որևէ խնդիր չկա, այսինքն տեխնիկական է հարցը։ Ու գիտեք, քանի որ նաեւ հիմա այս ընթացքում պետք է աշխատենք, որ կոմերցիոն հետաքրքրություն առաջանա թռիչքները, որովհետեւ միջև հիմա սուբսիդավորվող թռիչքներ են եւ նաեւ փորձենք այնպես անել, որ հոսքերը մեծանան, որ նաեւ կոմերցիոն հետաքրքրություն լինի։ Իսկ ընդհանրապես փոքր ավիացիայի զարգացումը մեր ծրագրերի մեջ մտնում է եւ մենք ուսումնասիրում ենք եւ Սյունիքում, Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում օդանավակայաններ կան Բերդ խոշորացված համայնքում եւ մենք նայում ենք թե ինչ հնարավորություններ կարող են այդտեղ լինել եւ անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանեն եւ իրականացվում են, այսինքն ուսումնասիրության փուլում են եւ այդտեղ իմիջիայլոց փորձ ենք անում նաեւ մասնավոր ներդրողների ներգրավել, բայց ես համոզված եմ, որ այդ ուղղությամբ մենք աշխատանք կիրականացնենք։ Ես ուզում եմ նախորդ հարցուփա, բայց օգտվելով առիթից նախորդ հարցու պատասխանից մեկին անդրադառնալ, երբ որ խոսքը գնում է աշխատավարձերի եւ նվազագույն աշխատավարձերի մասին։ Ես այսօր առավոտյան առիթ ունեցա ցույց տալու Հայաստանում աշխատավարձերի աճի տեմպերը եւ ցույց տալու, որ ավելի քան 76%-ով Հայաստանում միջին աշխատավարձը աճել է։ Բայց վերջին տվյալներն եմ ուզում ներկայացնել 2025 թվականի, որ Հայաստանի Հանրապետությունում ուրեմն մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը նվազում է, իսկ 150-ից վերև աշխատավարձ ստացողների թիվը աճում է։ Այսինքն ես նկատի ունեմ մեր կառավարության քաղաքականությունները, մենք ընդհանրապես ինչ քաղաքականություն ենք վարում։ Մենք նաև մեր ծրագրերին մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք որոշում ենք կայացրել, որ մենք ֆորմալությունները փոխարինելու ենք էություններով։
Այսինքն ֆորմալ հիմա տեսեք նույն այսօր ցերեկը թոշակների հետ կապված խնդրին անդրադարձա, բայց մենք հիմա առողջապահության ապահովագրության մեկ միավոր գումարը, կենսա թոշակառուների համար նախատեսված, ավելի մեծ էֆեկտիվությամբ ենք ծախսում եւ միջինում թոշակառու նպաստառուներին վերադարձնում ենք շատ ավելի մեծ գումար, քան թե ամեն ամիս մենք կարող էինք իր դրամապանակին կամ քարտի մեջ դնել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կապման Երևան թռիչքներից 2000-ից ավել ուղևոր է 2025 թվականին օգտվել եւ դա փոքր, բայց օգնել է նաև զբոսաշրջության զարգացմանը եւ օգտվելով առիթից տեսեք մենք Սյունիքում միլիոնավոր դոլարներ ենք ծախսում ի պատիվ ԿԳՄՍ նախարարության հարյուրավոր միլիոնների հուշարձանների վերականգնում ենք անում եւ դա մեծ հետաքրքրություն կառաջացնի հանրության մոտ, բայց ես կարծում եմ միևնույն է Հայաստանի ամենահարավային թևում զբոսաշրջություն զարգացման իմաստով միայն օդանավակայան եւ միայն սուբվենցիոն ծրագրերով միևնույն է մեր ուզած արդյունքին չենք հասնելու եւ խնդրում եմ նաեւ ձեր ուշադրությունը այդ մասով որ Հայաստանի ամենահարավային հատվածը արդյունաբերականից վերածենք նաեւ զբոսաշրջության նպատակով շատ մեծ խոշոր զբոսաշրջային ներդրում պետք է արվի Տաթևից հարավ միևնույն է կաղում ենք զբոսաշրջության իմաստով եւ որպես երկրի ղեկավար խնդրում եմ նաեւ դուք ուշադրություն դարձնեք այդ հարցին որ շատ մեծ ներդրում ապետ գուցե ճոպանուղի կամ նմանատիպ մեծ ներդրում որպեսզի մենք էլ սունեցիներս հաճախ հանդիպենք զբոսաշրջիկներին եւ ի վերջո արդյունաբերական դրամաբանության հետ զուգահեռ նաեւ զբոսաշրջությունը զարգանա շնորհակալ եմ Պարոն Դանիելյան ես ձեզ հավաստիացնում եմ որ Սյունիքի զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում քան խաղաղությունն հնարավոր չի անել որովհետեւ Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումը այն չի որ այնտեղ ճոպանուղի չկա չնայած ճոպանուղի կա կամ ինչ որ բան չկա այլ է նա որ դեսպանատները ամիսը 3 անգամ հայտարարում են որ հանկարծ չգնաք Սյունիք Այսինքն մենք հիմա խաղաղությամբ այնպիսի ներդրում ենք արել Սյունիքում զբոսաշրջային ոլորտում, որը 20 ճոպանուղի էլ կառուցեն, այսինքն 20 ճոպանուղի կառուցելու հնարավորություն ենք տվել եւ ավելի մեծ ներդրում պարզապես զբոսաշրջան եւ Սյունիքում եւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես հնարավոր չի պատկերացնել։ Էլ չեմ ասում, որ ինչպես ինքներդ նշեցիք, տասնյակ միլիոնավոր դոլարների, միլիարդավոր դրամների ներդրումներ են արել ճանապարհների վերականգնման հարցում, այդ թվում զբոսաշրջային ուղղությունների զարգացման։ Բերդեր են պեղվում, նորոգվում, պատմամշակութային հուշարձաններ են նորոգվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց եկեք մի բան արձանագրենք, առավել եւս ու հատկապես Սյունիքի պարագայում խաղաղությունից ավելի մեծ ներդրում ոչ գործնականում, ոչ տեսականում հնարավոր չէ։ Էլ չեմ ասում տրիպուղի նախագիծը, որը իր հերթին բերելու է եւ տնտեսական եւ զբոսաշրջային հոսքեր եւ ներդրումներ։ Խոսվեց Եվրամիության խոստումների եւ ներդրումների մասին։ Մենք պարոն Գրիգորյան 80 միլիոն եվրոյի չէ Սյունիքում ծրագիր ենք անում Եվրամիության ինչ կա 50 միլիոն եվրոյի դիմակայուն Սյունիք ծրագրով, ել չեմ ասում բաներով ներողություն սուբվենցիոն ծրագրերով այսօր կապանից բաներ են դնում հանելուկներ են բանանում չէ որ կռահեք այսօր բնակավայրն է այդ ծախսերի 70-80%-ը կառավարության հատկացումներով է արվել կառավարության սուբվենցիոն ծրագրերով է արվել բայց զբոսաշրջությունը այսինքն խաղաղություն կոմֆորտ միջավայր պատմամշակութային հուշարձան կապանի եւ քաջարանի արանքում Բերդի անունը մոռացա Բաղաբերդի պեղումների եւ վերականգնման աշխատանքներն են տեղի ունենում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այնպես որ ամեն ինչ իր հունով գնում է, ես էլի եմ ասում։ Այսօր ես իմ եզրափակիչ ելույթում էլ ասացի, մենք պետք չի, մենք ինչքան էլ արագ շարժվենք ժամանակին չենք կարողանալու վազանցել։ Ես հիմա ամեն ինչ վստահությամբ ասում եմ, որ եւ Սյունիքում, եւ Տավուշում, եւ Երևանում, եւ Արարատում ամեն ինչ գնում է լավագույն սցենարով։ Եվ ես սրանում համոզված եմ պարզապես։ Այսինքն պարզա որ մենք ավելին ենք ուզում, բայց ավելին ուզում ենք եւ ավելին ստանում ենք, ոչ մի խնդիր չկա։ Հարցս ուղղում եմ պարոն վարչապետ ձեզ, վերջի 8 տարիներին Հայաստանի Հանրապետություն շատերը մոռացել են, որ երբ որ իշխանությունը փոխվեց եւ եկավ նոր իշխանություն, Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ ավելացած արժեքի հարկը չէր վերադարձվում տնտեսությանը, տնտեսությունը շատ ծանր վիճակում էր, շրջանառու միջոցներ չուներ։ Այդ ժամանակահատվածից 3 կարևոր սկզբունքային խնդիր ա լուծվել։ Դա եղել է ավելացած արժեքի հարկի վերադարձը, եղել է հավասար պայմանները, որը որ սկզբունքային է եղել եւ Հայաստանում մինչեւ այսօր հավասար պայմանների համար պայքար ա գնում, կառույցները, որոնք որ պետք է հետևեն այդ ամեն ինչին, բավականին բարձր մակարդակով հետո երրորդը դա սուբսիդավորումն ա եղել, որը որ տնտեսությանը մեծ գումար ա տրվել եւ սուբսիդիաների տալու արդյունքում բավականին մեծ զարգացում են ապավել 21000 սարքավորում ա եկել Հայաստան
Եվ այդ 21000 սարքավորումը սկսել է գեներացվել, սկսել է ավելացած արժեքի արտալ, սկսել է աշխատավարձ տալ, սկսել է վճարել տարբեր ծառայությունների համար։ Հիմա բայց շատ ժամանակ մեր մասնագետները, որոնք որ աշխատում են պետական մարմիններում, մենք հիանալի մասնագետներ ունենք գյուղատնտեսության, որոնք որ ոչ մի անգամ չեն վերկենում ասեն այս տարիների ընթացքում ինչ կարգի ձեռքբերումներ կա, ինչքան խոշոր երկրավոր անասուններ կա, ինչքան կաթ է տրվում, ինչքան կառույցներ է ստեղծվել, այդ կաթը ինչ է դառնում։ Ես ճիշտ ասած ժամանակս հիմա մոտենում եմ, բայց ես ինչ եի ուզում խնդրել։ Մենք ինչ որտեղ թերանում ենք, օրինակ ճյուղերի, ոլորտների, միկրովոլորտների վերլուծություն չենք անում։ Այդքան գումար պետությունը տալիս է, պետք է հասկանանք այդ սարքավորումը քանի տոկոսով իր արդյունքը տվեց։ Դուք պատասխանեք, ես չեմ ուզում ժամանակը խախտեմ, ես եւս Ասենք պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ, պարոն Սուքիասյան, հարցի համար։ Տեսեք, մենք ընդունում ենք ծրագրեր, որոնց տակ դրված է կոնկրետ բովանդակություն։ Ցավոք, ի սկզբանե չեն կարող երաշխավորել, որ բոլոր ծրագրերը կլինեն նույն արդյունավետության։ Դրա համար մենք ինչ սկզբունք ենք փորձում իրականացնել։ Մենք ասում ենք ծրագիրը ընդունեցինք, որ ժամանակ հետո գնանք մոնիտորինգ անենք, տեսնենք ինչ արդյունքներ ա տվել։ Օգտակար այդ ծրագիրը շարունակենք թե դադարեցնենք։ Դրա համար էլ կան ծրագրեր, որոնք շարունակում ենք հետևողական, ծրագրեր կան, որ դադարեցրել ենք, ծրագրեր կան, որոնք ձևափոխվում են, կերպափոխվում է։ Այդ թվում ձեր նշած լիզինգի ծրագիրը, որ այս ընթացքում բովանդակային տարբեր փոփոխությունների է ենթարկվել եւ մենք այստեղ էլ մոնիտորինգի մեր վերլուծական կարողություններն էլ պետք է ուժեղացնենք։ Եվ նաեւ էսա պատճառը, որ մենք հիմա խնդիր ենք տեսնում, այդ թվում ձեր ասած խնդրեմը լուծելու համար, մենք խնդիր ենք դնում, որ եւ կառավարության վաղվա նիստում էլ կքննարկենք պետական համակարգում վարձատրությունների կատարողականի վրա հիմնված վերափոխման կամ պիլոտային ծրագիր իրականացնելու ինչի համար երկու բանի համար նախ ուզում ենք կառավարության եւ պետական համակարգի կարողությունները մեծացնել հաջորդը մենք չենք նկատում տեսեք 2025 թվականի ուշադրություն դարձրեք ես 26 թվականի բյուջեի մասին չեմ խոսում այն բյուջեի որը այս ամիս կատարվելու ավարտվելու է այս տարի մեր բյուջեի ավելացած մասը 17 թվի համեմատ ավելի մեծ է քան 17 թվի ամբողջ բյուջեն այսինքն ավելի մեծ է ոչ թե նույն չափով կրկնապատկվել է Այսինքն 133%-ով այս տարի ավել փող է մտնելու պետական բյուջե, քան 2017 թվականի ամբողջ բյուջեի եկամտային մասերն ա եղել։ Բայց ծախսային մասերն էլ աճել են։ Բայց նույն պետական համակարգն է ծախսում։ Մենք չենք հաշվում, որ մարդկանց աշխատանքը կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել է։ Այսօր ամեն մարզպետարանի տիրույթում հարյուրավոր կապիտալ օբյեկտներ կան եւ ես էլ խնդիր եմ դրել ասում եմ մենակ տեսչականը հերիք չի մենակ պատվիրատուն խախշին կոմիտեն կամ տարածքային զարգացման հիմնադրամը կամ ծիգը հերիք չի բոլորը պետք է այդ կապիտալ ծրագրերին հետևեք բայց դա աշխատանքի ծանրաբեռնվածություն է այդ ձեր ասած ծրագրերի մոնիտորինգը ինքը բացի ծանրաբեռնվածությունը ինքը շատ լուրջ վերլուծական կարողություններ է պահանջում մասնագիտական կարողություններ է պահանջում եւ մենք պետք է խոստովանենք որ այդ կարողությունները միշտ չի որ կան եւ մենք հիմա խնդիր ենք դրել որպեսզի պետական հատվածի կարողությունները ուժեղացնենք որպեսզի ձեր նշած խնդիրները կարողանանք լուծել Արձագանք Նախ շատ շնորհակալ եմ շատ ճիշտ ոնց որ իրականում կա ճիշտ ներկայացրեցիք, բայց ես պետք է մի քանի հարցում համաձայն չլինեմ։ Առաջինը արդեն գործիքներ կան միջև անգամ արհեստական բանականությունը շատ լավ վերլուծություն է տալի, բայց եթե պետք է ամեն անգամ աշխատես նույն այդ հարցերը տալուց թվերը տալ։ Ոչ մի վիճակագրություն չի վերլուծվում տարբեր համակարգերում, որոնք որ պետք է վերլուծեն։ Կա հատված, որ վեր են լուծում։ Երբ զանգարում ես ճշտում ես, տվյալները իրանց մոտ կա։ Կա հատված, որ տեղյակ չեն վերլուծում։ Ձեր ասած մեր արդյունքները չեն վերլուծում, որ մենք հասկանանք ոնց դա այնպես անենք, որպեսզի ավելի ավելացնենք։ Խոսքը սրա մասին է գնում, ես կուզենայի, որ եւ դուք ասեցիք աշխատավարձը նայելու ուզում եք գործարքայինին մոտեցնեք, ոչ թե աշխատավարձի, այլ գործարքային։ Իր աշխատանքից կախված լինի իր բոնուսները, այդ ինչ որ ոնց որ մասնավորում են անում, եթե կա այս արդյունքի արդյունքում այսքան վճարվում է։ Ես շատ կուզենայի, որ վիճակագրությունը ամեն օր, ամեն ժամ, հետո Հայաստանի առաջի ներողություն, ես վերջացնեմ, Հայաստանի առաջի ալիքը պետք է այդ մեր ձեռքբերումները, որոնք որ հաստոց եկել, արտադրանքը տվել, արտադրանքը արտահանվել է, աշխատատեղերը ստեղծվել է, ամեն օր պետք է դրանց մասին խոսան, որ մարդկանց շահագրգռեն։ Ես գիտեմ վաղը մյուս օրը Հայաստանում հայերը շատ աշխատանք կա չեն կատարելու։ Դրսից հրավիրելու են այդ աշխատանքը կատարեն այլ երկրներից։ Շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, դրա համար եմ ասում եմ ժողովուրդ կարող է հերիքա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անենք։ Որտեղ ժամանակը դրա վրա է գնում, այդ ձեր ասած ընդգծումները, ձեռքբերումները մենք չենք կարող ներկայացնենք։ Եվ տպավորությունն է, որ առավոտից երեկո զբաղված ենք դրանով, ասում եմ, իհարկե ընդդիմության մեր գործընկերների սադրանքին տրվում են, որ իրանք անդադ մեզ ներկայացնում են այդ թեմայի մեջ, բայց այո, այդ կարգի բազմաթիվ բաներ կան, բազմաթիվ։ Այսօր ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ բնակավայր կարելի է գտնել, որ վերջ 2018-ից այսքոմ մի ինչ որ շատ էական գյուղի կամ բնակավայրի կյանքի որակի վրա պոզիտիվ ազդեցություն ունեցող ծրագիր չի իրականացել։ Շատ դժվար է գտնել։
Ես չգիտեմ, կարող է կան, ես չեմ բացառում, բայց շատ դժվար է գտնել։ Չնայած գործնականում կարծում եմ, որ չկա։ Եվ հետեւաբար լիարժեք համաձայն եմ, բայց մի բան ասեմ, ոչ թե անհատական աշխատանքից է մեր պիլոտային ծրագրով բոնուսային համակարգը կախված, անհատական, բայց թիմային արդյունքներից, որովհետև այնուամենայնիվ, ինչպես պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում ասացի, որ պետական աշխատանք այնուամենայնիվ թիմային աշխատանք է։ Շնորհակալ եմ։ Քանի որ տարին ամփոփում ենք եւ 2025 թվականի վերջին կառավարության հետ հարց ու պատասխանն է, դրա համար ուզում եմ անպայման 1-2 հարց սպառզաբանել։ Մեծարգո վարչապետ, նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմությանը առաջարկեցիք, որպեսզի ձեզ հետ միասին գա եւ ծանոթանա բանակի բարեփոխումներին, եւ սա հերթական առաջարկությունն էր, որը մերժվեց ընդդիմության կողմից, խորհրդարանական ընդդիմության կողմից, բայց փոխարենը մեր հասարակության շատ տարբեր շերտեր, պարբերաբար տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, մտավորականներ այցելում են եւ տեսնում են բանակի բարեփոխումները, պաշտպանական գծի կահավորումը, որքան պաշտպանունակ է դարձել մեր բանակը եւ գալիս են ու փորձում են այդ ողջավորությամբ կիսվել ժողովրդի հետ։ Ամեն անգամ, եթե մեկը հանդգնում է որևէ մտավորական, որևէ դրական կարծիք արտահայտել, դառնում է սարսափելի թիրախ եւ ամենազազրելի ճանապարհներով փորձում են այդ մարդկանց լրացնել։ Նույնը վերաբերում է ճանապարհներին, օրինակ, եթե ես առաջին ասեին, որ մեր գյուղ կարելի է հասնել 2.5-3 ժամում, ես կապշեի, բայց հիմա դարձել է ճանապարհը այդքան եւ ապահով եւ ամեն ինչ հրաշալի է ուղղակի։ Մի խոսքով ուզում են տպավորություն ստեղծել, որ երկիրը կործանվում է, որպեսզի որևէ դրական բան չլինի։ Օրինակ այն հոգեվորականը, որը ձեզ կարող է կամ մեր քաղաքական թիմին հայհոյել, նա իրավունք ունի քաղաքական հայացք ունենալ։ Այն հոգեվորականը, որը որ լոյալ է, նա իրավունք չունի։ Եվ այսպես կարող եմ շատ երկար ցանկը շարունակել։ Հիմա ասածս ինչ է։ Այս իրավիճակը չէր կարող ստեղծված լինել, սա հատուկ նպատակ ունի, որպեսզի այսպես ժողովրդի ոգին անկում ապրի, այդպես հեշտ է կառավարել եւ հեշտ է իրենց պատկերացրած հեղաշրջումը իրականացնել։ Առանց գործակալների եւ առանց ազդեցության գործակալների սա հնարավոր չէր լինի իրականացնել։ Ժողովրդին այդ հարցը հետաքրքրում է, բարբերաբար այդ հարցերը տալիս են։ Նաև այն խոսակցությունների մեջ, որ շատ պայքարների հիմքում հասկանում են, որ ավելի խորը բաներ կան ընկած, քան այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք։ Կարող ենք հուսալ, որ մոտ ապագայում կլինի մի օր, որ կսկսեն բացահայտվել այդ գործակալական ցանցերը եւ մենք կկարողանանք շատ ավելի հեշտությամբ ի վերջո ժողովրդին հասկացնել, որ մենք իրապես ճահճից դուրս ենք եկել եւ իրապես բռնել ենք ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի խաղաղության ուղին։ Եվ դա մեզ հաջողություն։ Շնորհակալ եմ Տիկին Բատալյան հարցի համար։ Եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցը, իմ կարծիքով այդ ցանցերը բացահայտված են ամբողջությամբ եւ լիարժեք։ Եվ ընդ որում այդ թվում հարուցված եւ դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են։ Եվ իմ կարծիքով քրեական գործի նյութերում, տեսեք, ես նոր ինչ ասացի նույնիսկ հրապարակված փաստաթղթերի մեջ բաներ կան, որ ես ձեզ չեմ կարող մատնանշեմ։ Ես խոսում եմ հրապարակային փաստաթղթի մասին։ Ես գուցե թե ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ես այլ մանրամասներ եմ տիրապետում եւ այդ ավելի հեշտ է անցարել, բայց այսօր արդեն արկա իրադրությունը, ուժերի բաշխվածությունը, ով որտեղից եկավ, ով որտեղից է սնվում, ով որտեղ ինչ կապ ունի, այսինքն կներեք, մենք բան ենք թղթեր են մամուլում հայտնվում, ենթադրենք ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Բայց ինչի մասին է, то ազդեցության էլ առանց ազդեցության էլ գործակալ։ Այսինքն կարան տեղեկանք բերեն, որ Թոշակի են գնացել ԿԳԲ-ից, էլ արդեն գործակալ չեն համարվում։ Որովհետև գործակալը անցնում է բանին, չէ՞։ Իրավահաջորդ կազմակերպությանը, չէ՞։ Շատ բարձ բան է։ Ես շատ թափանցիկ ասել եմ շատ հոգեվորականների ցանցի մասին խորհրդային միությունը, այս ամբիոնից չեմ ասել, ձեր ներկայությամբ չեմ ասել։ Դե հպանցիկ ավելի դե կներեք էլի, ասենք ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Այսինքն այդ ամեն ինչը բացահայտված է, իմ կարծիքով թափանցիկ է։ Եվ իմիջ այլոց ասեմ։ Ներքաղաքական կյանքի բա ինչի փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում։ Այսինքն փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ արձետության գործականները չեզոքացված են։ Դրա համար էլ չկա։ Շատ բարձ պատասխան։ Ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են։ Հիբրիդային գործիքները չեզոքացվում են։ Բա օդից ընկավ։ Բա ուզում են, չեք զգում, հենց բանի դալիճից էլ, բանի էքսպրեսիայից արդեն զգացվում է, չէ, որ մարդիկ սենց բան են անում, վառվում են, բայց չի ստացվում իրանց մոտ ոչ մի բան։ Ինչի շատ բարձ պատճառով, որովհետև այդ կոնսպիրատիվ բոլոր բաները, կապուղիները արձանագրված են, եւ ով որ փոխում է այդ կոնսպիրատիվ կապուղով անցնի, չափուչով գլխին տալիս են։ Եվ վերջ, եւ պարզ, եւ թափանցիկ։ Հա մեր ժողովուրդն է մեզ անընդհատ բաներ անում։ Քննադատում էր, նույնիսկ հայհոյում էր, ասում էր հերիկա անգամ թավիշը, բա ինչ եղավ, բանը պողպատե մանդատը, հեսա պողպատե մանդատը իր ողջ ուզով գործում է, ու լեգիտիմ է գործում, ու ժողովրդի տված լիազորությամբ է գործում։ Գործումը չի ուշացել ընդ որում, ճիշտ պահին, միշտ էլ գործել է ժամանակին եւ պահանջին համապատասխան, եւ համոզված եղեք, ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, այդքան համապատասխան օբյեկտիվ պահանջի գործելու է, որովհետեւ խոսքը Հայաստանի պետականության մասին է, ժողովրդավարության մասին է, ժողովրդի ինքնիշխանության եւ ազատ կամարտահայտման մասին է, եւ մենք գնալու ենք իմ կարծիքով բացահայտված է ցանց ու ոչ մի գաղտնիք այլևս չկա։
Ուղղակի պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել։ Արձագանք։ Շնորհակալություն եւ կարծում եմ, որ դեռ աշխատանք ունենք շատ տանելու, որովհետեւ երեք դուք հրապարակեցիք այդ փաստաթղթերը, տեսեք, մի ամբողջ քաղաքական ուժերի, բլոգերների, լրագրողների խումբ Երևանից ջերմեռանդորեն փորձում է արդարացնել պետական դավաճանության էլեմենտներ ունեցող այդ գործողությունը, այսինքն Հայաստանի սուվերեն տարածքը փոխանակել ոչ սուվերեն տարածքի հետ։ Այն դեպքում, երբ որ դավաճան են կոչում մեր քաղաքական թիմին, որը որ պատերազմը մինչև հնարավոր, մինչև վերջ փորձել է պայքարել ամեն մի սանտիմետրի համար, բայց պատերազմը ունենում է շատ անկախատեսելի հետևանքներ։ Եվ ասածս այն է, որ այնուամենայնիվ ժողովրդի վրա այս ազդեցությունը կա։ Հիմա մի քանի վայրկյան ժամանակ ունեմ, 3 Եվրամիությունը գումար տրամադրեց մեզ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Մենք ունենք պատկերացում, թե ինչ մեթոդներով ենք գործելու եւ արդյոք մեզ կօգնի վերջնականապես արդարության եւ ազնիվ պայքարի հասնել քաղաքական եւ ոչ միայն քաղաքական դաշտում։ Շնորհակալություն։ Դե դա մի թեմա է, որի շուրջ հիմա աշխարհում դա բոլոր երկրներում այդ խնդրեմը կա եւ միջազգային ֆորումներում էլ քննարկվող հիմնական նյութերից մեկն է։ Ընդ որում ես ասում եմ, երբ որ լսում եմ սկանդինավյան երկրների օրինակ ղեկավարներին, ճշգրիտ նույն մարտահրավերները, ինչ որ մենք ունենք ձեր ասած ոլորտում, ճշգրիտ նույնը իրանք ունեն։ Եւ հիմա նաեւ այդ առումով ժողովրդավարական երկրների միջազգային համագործակցությունը շատ կարեւոր է եւ մենք այդ համագործակցությունը ստեղծել ենք եւ փորձում ենք առավել արդյունավետ եւ ինստիտուցիոնալ պայքարել այդ երևույթների դեմ։ Շնորհակալ եմ։